Կադես պետք ասեք, որ ժողովուրդը ընդունում։ Չգիտեմ, կարող է 5 րոպե կարող է։ Եթե 10 րոպե մեկ միլիոն ստացվում անպայման Անեցեք, այստեղ ես շարքը դուք, ես շարքը ես։ Բայց քանի որ ես ձեզ չեմ ճանաչում, ես խնդրում եմ յուրաքանչյուրդ ներկայանաք եւ ասեք ում անունից եք դուք խոսում կուսակցության եւ արդյոք ձեր պահանջը համապատասխանում է ձեր կուսակցության պահանջին։ Խնդրեմ, սկսեք։ Բաղդադ Սադրյան, Հայերապական դաշնակցություն, Հայերապական դաշնակցություն համապատասխանում է պահանջին, նաեւ միտինգի անունից։ Դուք ասում եք, որ ձեր կուսակցությունը պահանջում է այո, եւ կուսակցությունը եւ միտինգի անունից։ Վարդան Խաչատրյան, Քրիստոնյա ժողովրդավարական միություն, նույնպես։ Մի շաբաթ առաջ չէ։ Անկալոր ազատական կուսակցության պատգամավորական խմբակցության քանի որ դաշինքի անդամը այսօր քննարկում է եղել տարբեր հարցերի ներկայացուցիչ կազմը քանի որ հրաժարականի պահանջը եւ կուսակցության պահանջը չի համընկնում, այսօր դաշինքն դրա մասին ասեց եւ մտավախություն կար որ պահանջը միտինգում կառաջանա, կուսակցությունը հրաժարվեց միտինգի մասնակցելուց, այլ պահանջներին, բայց ես քանի որ այցելությունն որպես դաշինքի անդամ պատիվ համարեցի նկարելնել Պահանջը չի պահանջում Լևոն Տեր-Պետրոսյանի անձնականացի պահանջ չունի։ Հայաստանի Հանրապետական կուսակցություն Սիմոն Շահազյան, մեր կուսակցությունը այդ պահանջի կողմնակիցն է եւ լիազորված եմ նաեւ միտինգի անունից։ Այգո Հանոց, Հանրապետական Երաժշտությունը փոխնախագահ, մեր կազմակերպությունը մենք այս պահանջի դեպրեժական լիազորված է։ Հիմա դուք նախկին սովետական միության քաղաքացի եք։ Այս բանը Նաեւ Ամերիկայի քաղաքացի։ Ազգային ժողովրդավարական միության անունից գտնում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը եւ վարչակազմը եւ նաեւ միտինգի անունից, քանի որ միտինգի կապորենս հստակից լիազորվել է Հրաժարական այլ կերպ չի լինում։ Կամավոր է։ Սա առաջին հարցն էր, որ ես ուզում էի բարձել, հիմա երկրորդ հարցն եմ ուզում բարձել։ Քանի հոգի է միտինգը այստեղ ներկայանում, որովհետև միտինգը չէ։ Ձեր աշխարհը ովքեր այստեղ կան, դրանք են պահանջում։ Այստեղ քանի հոգի կա։ Պարոն Միգել Խաչատրյան, ինչքան մարդ կա այստեղ։ Ես բոլորը տեղյակ են ասեցին, որ դաշինքի որոշումը մեկ չկա, ես միտինգի անունից չեմ կարող։ Չէ, հիմա այստեղ ինչքան մարդ է, դուք այնտեղից եկաք։ Դե կարող է մեկին ուղարկել հաշվեն 40 մետրով։ Չէ, ինձ թվում է պետք է շահագրգռված կողմը հաշվի։ Ինչպես։ Ուրեմն ես խնդրում եմ արձանագրեք, մեր գնահատումներով եւ բոլոր օպերատիվ տվյալներով այստեղ կա 3000 հոգի։ Իսկ եթե օպերատիվ տվյալներն ու գնահատականները Ես չեմ վիճում, հիմա խոսում եմ, բանակցում։ ես որովհետեւ ասեցի Ուրեմն ես խնդրում եմ արձանագրեք, ասեմ, մեր օպերատիվ տվյալներով կա այստեղ 3000 հոգի։
տվյալները չեն համապատասխանում իրականությանը, որովհետև մենք հաշվել ենք թափորի երկարությունը, փողոցի լայնությունը, մեկ քառակուսի մետրերի վրա միջին հաշվով մարդկանց խտությունը եւ մեր հաշվարկների իսկապես օբյեկտիվ հաշվարկներին ասում են, որ առնվազն 80-ից 91 հազար, եթե 1000 շատ ենթադրենք դա ճիշտ է։ Ինձ դեմ քվեարկել է 129,000 հոգի ամբողջ հանրապետությունը։ Ես ընդունում եմ, որ ամբողջ 129,000-ն էլ այստեղ են։ Ես կարող եմ դա ընդունել։ Ինձ կողմ քվեարկել է 1,300,000 մարդ։ Որտեղ են այդ մարդիկ։ Առանց նրանց հարցնելու ես իրավունք ունեմ հրաժարական տալ։ Հարցնելով չեն հրաժարական տալիս, դուք ասացիք, որ կամավոր է։ Եվ հնարավոր է չի այսպիսի հարցում կատարել, եթե ուզում եք մենք կազմակերպենք համաժողովրդական հարցում։ Հարցումը կազմակերպել է սոցիոլոգիական բազմաթիվ եւ նույնիսկ անորոշ ձևակերպված, այսպես ասած, ամենափափուկ հարցերով ձեր կողմնակից են, բացահայտ ձեր կողմնակից են ոչ ավելի քան 9%։ Եվ այս պայմաններում այսպիսի ընդդում, որ հարցում կազմակերպել կամ կարող եք կազմակերպել եւ բացի այդ դուք կարող եք ասել, որ ես կամավոր իմ անելիքները եւ իմ իրավունքները ես շատ լավ գիտեմ, պարոն չեմ ճանաչում ձեզ։ Իհարկե, ուրիշ բան ասեմ։ Անգամ եթե այդպես է, սոցիոլոգիական հարցումներով իշխանություն չեն ընտրում եւ իշխանություն չեն տապալում։ Դրա համար կա շատ լավ ձև, դուք եք օրենքների ամենամեծ մասնագետը Հայաստանում, կան ընտրություններ, կա հանրաքվե։ Ես բազմիցս առաջարկել եմ խորհրդարանին։ Ճիշտ է, կարող եք ժխտել, որ ես բազմիցս առաջարկել եմ խորհրդարանին։ Ես զարմանում եմ, ինչու այստեղ նստած պատգամավորներ կան, սա ոչ պատգամավորներին չի վերաբերում։ Այդ համանդրական իրավունքին չեն օգտագործում խորհրդարանում, պահանջում հանրաքվե, մանավանդ որ ես էլ կողջունեմ դա, իսկ դիմադրություն չէր լինի։ Անմիջապես խորհրդարանը հանրաքվե կարող էր կազմակերպել։ Եվ ժողովուրդը կասեր իր խոսքը, այսպիսի թյուրիմացություններ չէին լինի։ Այսպիսի թյուրիմացություններ կներեք նկատելու համար մենք պահանջեցինք արտահերթ նստաշրջան ձեզ հատուկ հրավիրել ենք նախագահության նիստի մասնակցելու այդ նախագահության լայնված ֆոնի, որտեղ այս հարցերը պետք է քննարկվեն եւ միգուցե արտահերթ նստաշրջանում այս հարցը կդրվի։ Ես ինքս եմ առաջարկում, երկուշաբթի օրը ես ինքս իմ հրաժարությունները օգտագործելով, չմոռանամ ասել, այնտեղ արդեն սկսել եմ ճանաչել բացակայության, ոդես գնա, աստղ որ բանակցությունները ընդհանրեն։ Ուրեմն, ես ինքս պատրաստ եմ, հենց այսօր հրամանագիր ստորագրել, երկուշաբթի օրը հրավիրել արտահերթ նստաշրջան, խնդրեմ արտահերթ նստաշրջանում դնենք հանրաքվեի հարցը նախագահային ապստողություն հայտնելու։ Եվ շատ արագ անցկացնենք հանրաքվեին, որքան կարելի է կարճ ժամանակ մոբիլիզացնենք մեր բոլոր ուժերը, որովհետև դա ես տեսնում եմ ես համար շատ հրատապ հարց է, ինչքան հնարավոր է թող արագ լուծվի այս հարցը։ Ուրեմն հարցը ոչ թե մեր համար է հրատապ, այլ պատմականորեն է հրատապ, որտեղ մենք արդեն կորցրել ենք Հայաստանի մի մասը։ Հանրաքվեն կարող է դա շատ երկար տևի եւ արդյունքում Հայաստանից էլ ավելի մեծ մաս չմնա եւ ավելի բարդ վիճակում լինի, կա ավելի հեշտ սահմանադրական ճանապարհ, ընդհանրապես պրեզիդենտի պոստը, որը հիմնել է պարլամենտը, ինքն էլ կարող է վերացնել այդ արտահերթ նստաշրջանի միջոցով։ Նույն կարող եք դնել, այդ հասկացեք, ես կդնեմ այս օրակարգով եւ երևի հենց այդ կարելի է դնել։ Ես կդնեմ, եթե ես եմ հրավիրում արտահերթ նստաշրջանը, դուք փորձեցիք չկարողացաք հրավիրել նախագահությունում, ընդամենը 5 կողմեր։ Կա ուրիշ դեպքում ճշտել, քանի որ լսը ձայնագրվում եւ տեսագրվում է։ Նախագահությունում ընդամենը 5 կողմ չէր։ Ձեզ ինֆորմացիան լրիվ սխալ է հաղորդում։ Նախագահության մասնակցած 13 անդամներից 9 կողմ են քվեարկել։ Բաբկեն Արաքսյանը, Արա Սահակյանը եւ Էդվարդ Եգորյանն են միայն դեմ քվեարկել եւ ձեռնապահը քվեարկել Բագրատ Ասատրյանը։ Քանի կողմ։
Եվ թե 9 11-ով կողմ, ներողություն, ես ուզում եմ ասել 5 թիվը եւ 9 թիվը, դրանք տարբեր թվեր են, եւ մեծամասնությունը կողմ։ Եվ դուք որպես մի անգամ նույնիսկ ասել եք, եթե մեծամասնությունը գտնվում է, Շատ լավ, իսկ ինչ եք օրենքի մասնագետը նախագահությունը որոշումներ է կայացնում 11 կողմով։ 11 կողմով, ուրեմն ներողություն, ես չեմ վերջացրել։ Ուրեմն կար 3 ձև նստաշրջան նախագահության որոշումը, որ չի ստացվում։ 81 249 եւ 1-րդ օրենք առաջին 81 պատգամավորի ստորագրություն պահանջ կարող է գրել նստաշրջան եւ նախագահի ինքնագիրում նստաշրջան։ Եթե դուք չեք կարողանում նստաշրջան հրավիրել, ես տեսնում որ չեք կարողանում, ես եմ հրավիրում։ Հրավիրում եմ, գիտեք, օրենքներ, նորից օրենքով նախագահը հրավիրում է համապատասխան օրակարգով։ Օրակարգում կլինի իմ կողմից մեկ հարց։ Հայաստանի Հանրապետության նախագահի անվստահություն հայտնելու համար հանրապետությունում անցկացնել համաժողովական հանրաքվե։ Դուք կարող եք ձեր կողմից ուրիշ հարցեր, արդեն դա գերագույն կարող է որոշել օրակարգում, դուք կարող եք ցանկացած հարցեր։ Այն ինչ որ ասեց նաև այսինքն մեկ վայրկյան ես չեմ վերջացրել։ Ես կարծում եմ սա է միակ ձևը, եթե դուք գալու եք անգամ իշխանության, լավագույն ձևը կլինի, որ դուք եք իշխանության գլուխ օրինական ճանապարհով, որովհետև անօրինական ճանապարհով իշխանություն ձեռք բերելը միշտ եւ վերջին հաշվով անդրադառնում է եւ ազգի վրա եւ անձամբ այն մարդկանց վրա, ովքեր ձեռք են բերում իշխանություն։ Սա համաշխարհային օրենք չէ։ Կարծում եմ, որ հարկ լինես նախագահ հիշեցնել, որ մենք իշխանություն վերցնելու չենք եկել այս պահին։ Եվ ոչ էլ սա գերագույն նստաշրջան քննարկվի ապարատը։ Մենք ընդհանրապես եկել ենք դաշինքի անունից եւ ներկայացնում ենք այս պահին դաշինքի ժողովրդին։ Մեզ ընդհանրապես խնդրված է դες փոխանցել, որ դուք անապահ հրաժարական տաք։ Պատասխանը ձերն է, այո, անգամ ոչ անգամ Ես հիմա մեր պահանջը ասում օբյեկտիվ միակ պատասխան տալիս 3000 հոգու պահանջով, քանի որ ինձ ընտրել է 1,300,000 մարդ, ես նրանց դավաճանած կլինեմ, եթե նրանց կարծիքը չհարցնեն եւ հրաժարական տան, որ դիտի դասալոգություն 3000 հոգու պահանջով ես երբեք հրաժարական չեմ տա եւ հարցը այս ճգնաժամը օրինական կարգով, սահմանադրական կարգով լուծելու նպատակով ես երկուշաբթի օրը հրավիրում եմ արտահերթ նստաշրջան այս ակտերի քննարկելու մասին։ Կարծում եմ, որ մենք այստեղ ուրիշ անելիք չունենք։ Բացի դրանից մի անունս վերաբերություն պահանջ առաջադրելու, քանի որ ժամանակը իսկապես հրատապի ու դուք ասեցիք օրակարգի մեկ հարցով, իսկ մենք արտահերթ նստաշրջանը ենք հրավիրում ոչ թե օրակարգի մեկ հարցով, այլ քննարկելու համար ստեղծված իրավիճակը հանրապետությունում եւ համապատասխան քաղաքականության փոփոխման հարցեր դնել։ Ես կարծեմ մարդկային լեզվով, իրավական լեզվով ասացի, որ դուք կարող եք գերագույն խորհրդում մտցնել ցանկացած հարց, դա ձեր իրավունք։ Քանի որ մենք հիմա, չնայած այսպես ասած դեմոկրատական շղարշին, զրկված ենք հանրապետության պատգամավորների իսկ դիմելու հնարավորությունից, ժողովրդի դիմելու հնարավորությունից, մենք այսօրվա միտինգի անունից պահանջում ենք ուղիղ եկեղով հիմա մեր ժամանակ տրվի, որպեսզի մենք դիմենք գոնե պատգամավորներին եւ ասենք, որ մենք բացի այդ հարցից, որ դուք եք բարձրացնում, դիմենք մեր հարցերը արտահերթ նստաշրջանում եւ ընդհանրապես մենք ուզենայինք, որ վերջնականապես լուծվի Հայաստանի Հանրապետության ամենակարևոր լրատվական միջոցի հեռուստատեսության հարցը։ 7 կուսակցությունները իրավունք ունեն գոնե 1 ժամ ժամանակ պահանջելու հիմնական 7 կուսակցությունները մի կուսակցություն է գոնե 1 ժամ պահանջելու Հայաստանի Հանրապետության պետական հեռուստատեսությունից։ Մենք եկել ենք միտինգի անունից նաև առաջադրելու այս բանը։ Ես ձեզ տալիս եմ 2 ժամ։ Գրել է պայմանավորվել։ Ես ձեզ տալիս եմ 2 ժամ։ Օրական Այսօր, քան վաղը, խնդրեմ գնացեք 2 ժամ, ինչ ուզում եք ասեք ժողովուրդ։ Ես մի բան եմ ուզում ասել, դուք վախենում եք ժողովրդից։ Դուք արկածախնդիրներ եք։
Կներեք, մեզ Դուք վախենում եք ժողովրդից, որովհետև եթե ժողովրդից չվախենայիք, դուք չէիք վախենա հանրաքվեից, ես 2 ամիս առաջ եմ ձեր առջև այդ հնարավորությունը դրել, դուք վախեցել եք ժողովրդից։ Ուրեմն եկեք մենք այդ հարցը ֆիքսենք, ուրեմն այսպես մեր պահանջներից մեկը կատարվում է, դա նաև որ Ես ձեզ տալիս եմ, դուք պահանջում եք 1 ժամ, ես տալիս եմ 2 ժամ։ Ես խնդրում եմ համարեք, որ դա դաշինքի պահանջը չի, այլ միայն կոնկրետ արժանապատվության պահանջն է։ Ես խնդրում եմ դուք դաշինքը խնդրում եմ դաշինք դարձրեք եւ դաշինքի անունից խոսեք։ Ներկա իրավիճակի մասին եմ ասում, ոչ թե ընդհանրապես դաշինքի մասին։ Չէ, դաշինքը պահանջում է օրական 1 ժամ կուսակցություններին, իսկ այսօր նախագահը տալիս է 2 ժամ, այդ արդեն ուրիշ Ես ձեզից մետաղոքի եմ, ես ձեզ 2 ժամ ժամը օրը մենք ընտրենք։ Խնդրեմ ժամը օրը դուք ընտրեք, 2 ժամ ձեզ տալիս եմ դաշինքին, ամբողջ դաշինքով, կամ միայն բաժանելով, ինձ համար։ Ձեզ ինձ եք ախ։ 6 ամիս օրենք։ Ոչ, 1 ամսում, այսպես օրենք չի։ Ինչ ոչ ամեն պետք է լինի։ Այնպես ինչպես միշտ եղել է, ընտրակա հանրաքվեի հանձնաժողովը կա, հանրաքվեի շրջանային, նույնիսկ տեղամասային հանձնաժողովները գոյություն ունեն, դրանք 5 տարով է ընտրված։ Մեխանիզմը կա, դիտորդների մեխանիզմը կա, դրանք մասնակցել են եւ անկախության հանրաքվեի, բոլոր կուսակցությունները ներկայացված են, ոչ միայն դիտորդների մեջ, նաեւ հանձնաժողովներում, բոլոր հանձնաժողովներում։ Ընտրեմ դասնեմ եկեք օրինական կարգով, որպեսզի մեր ժողովրդին չդարձնենք անօրեն ժողովուրդ։ Հետագա իշխանություններին իսկապես ծանր բեռի տակ չդնենք, ոչ լեգիտիմության, դա սարսափելի բեռ է, ես ձեզ հավաստիացնում եմ 70 տարի հետո էլ կոմունիստական կուսակցությունը դրա համար պատժվեց։ Դա ես ասում եմ այն մարդկանց համար, եթե չեք հավատում իշխանության, այն մարդկանց համար եմ ասում, ովքեր պետք է հաջորդեն այս իշխանությունը։ Ես կուզենայի ասել, որ կամավոր հրաժարականը, որ հենց կամավոր է, դա անօրինականություն չի, եւ խնդրել եք անօրինականություն տերմինը չշահարկվի։ Երկրորդ ինչ վերաբերվում է վախկոտությանը, որը prezidentը թույլ տվեց իր ստատուսից ելնելով, որ մենք չենք կարող նման Ես ասացի դուք վախենում եք ժողովրդից։ Վախենում է այն պարլամենտը, որը չի քվեարկել, իսկ այդ պարլամենտում կան տարբեր ձայներ, իսկ ժողովուրդը իր ասելիքն ունի, որի համար պետք էր, որ դաշինքը ունենար օրական 1 ժամ հեռուստատեսություն, իսկ ինչ խոսք, ավելի համընդհանուր ձայները հաշվելու մեխանիզմը հանրաքվեն է։ Իսկ ես ավելի լավ հեռանկար եմ ձեզ ներկայացնում։ Հանրաքվեի միջոցով բոլոր հարցերը լուծվում են եւ դաշինքը ունենում է ոչ թե 1 ժամ օրական, ինչպես դուք եք ուզում, ունենում է 24 ժամ։ Դե դրանից հետո արդեն մենք տեսնենք ինչ ունենանք, ինչ կմնա։ Դա արդեն մեր խնդիրը կլինի, եթե ասելիք չկա հիմնական Ամփոփելով ես ամեն հանդիպումը, վերջնական տարբերակը միազորված ենք ասացել ինչ համար։ Եթե դուք փոխանցելիք մեր միջոցով ժողովրդին, հրաժարականի պահանջի վերաբերյալ, մենք փոխանցենք, եթե չէ, մենք ասենք, որ տեղական խոսակցություն տեղի չունեցավ։ Այս պահանջի վերաբերյալ։ Ես կարծում եմ դուք աղավաղում եք իմ խոսքերը շատ էական պատասխան տվեք, որ ես հրաժարական չեմ տալիս ձեր պահանջով, որ ես առաջարկում եմ 2 շաբթի օրը հրավիրել եւ արդեն առանց ձեր կամքի, անգամ դուք եթե համաձայնեք, եթե չհամաձայնեք, ես 2 շաբթի օրը դա իմ իրավունքն է, հրավիրում եմ արտահերթ նստաշրջան 1 հարցով Հանրապետության նախագահին
համաժողովրդական հանրաքվե անցկացնելու մասին։ Դուք իրավունք ունեք, դուք ոչ եւ խորհրդարանում օգտվելով իրենց լիազորություններից օրակարգ բացնել ցանկացած հարց։ Դա ձեր իրավունքն է։ Սա է իմ պատասխանը։ Ինձ ընտրել է ժողովուրդը, ինձ պետք է անվստահություն հայտնի ժողովուրդը, ինձ ընտրել է համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Եվ միայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով ես հրաժարական կտամ։ Սա իմ պատասխանը։ Դաշինքում, այսինքն, խոսքը գնում է, որ դաշինքի 6 կազմակերպությունները հարցադրումը դնում են պատահող դաշինքում այդ առումով վերջնական եզրակացության այսօր չեն եկել, որտեղ ես մասնակցել եմ այդ։ Վաղը շարունակվելու է, մենք դաշինքում խորհուրդներ ունենք։ Մեր կուսակցությունը հնարավոր է հարց առաջ քաշի, որ դաշինքի հետ հանդիպում տեղի ունենա։ Ես առիթ եմ եթե հարցը մենք վաղն առաջ քաշենք, վստահում երաշխավորատներ, որ նման հանդիպում կարելի է կազմակերպել։ Ես հանդիպումներից երբեք չեմ խորհրդել։ Չեմ ուղղակի ես Դուք պետք է վկայեք, երբ որ դիմել են ես ընդունել եմ, բայց մեկ վայր, ես ունեմ մի քանի ճշտում անեմ, անկախ այդ բանից, անկախ ես անում եմ այն, ինչ որոշել եմ։ Ես դրա հետ կապ չունի։ Սա մեկ, երկրորդ, ես դուք պարզեցիք եւս մի թյուրիմացություն, բացի ձեզնից բոլորը խոսեցին դաշինքի անունից եւ հավաստեցին, որ ամբողջ դաշինքը պահանջում է իմ հրաժարականը։ Չէ, ասեցիք դաշինքի անունից, ցույցի անունից եւ կուսակցությունների անունից։ Սա մի քանի անգամ նշվեց։ Ես խնդրում եմ սա էլ արձանագրել։ Այստեղ ճշտել ասել, խոսքը մի քանի մասին է գնում եւ դաշինքում վաղը նորից քննարկում է։ Եթե դուք հիմա ձեր հանգավարազատական խնդիրներն եք բանանում, դաշինքը ինքը կորոշի Ես այլևս ասելիք չունեմ, ես ավարտեցի, պարոն, ես ավարտեցի։